Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում նոր հրապարակված կադրերը հերթական անգամ մեծ իրարանցում են առաջացրել համացանցում։ Տեսանյութում երևում է չափազանց լարված ու սարսափեցնող տեսարան, որտեղ Ավոն քիչ է մնում խեղդի Էռնային, իսկ ամենավերջին պահին օգնության է հասնում Արամը։ Բայց ամենահետաքրքիրը հենց տեսանյութին կից գրված միտքն է. տեսնես կգտնվի մեկն, ով Էռնային իսկապես կսիրի։ Այս նախադասությունը բառացիորեն պայթեցրել է քննարկումները, որովհետև շատ հեռուստադիտողներ համոզված են, որ սցենարիստներն ակնարկում են նոր սիրային գծի մասին հենց Արամի ու Էռնայի միջև։ Եվ որքան էլ առաջին հայացքից դա անսպասելի թվա, իրականում սերիալի զարգացումները կամաց հենց դեպի այդ ուղղության են գնում։ Էռնայի կերպարը հիմա սերիալի ամենակոտրված ու ամենախոցելի հերոսներից մեկն է։ Նա ամբողջ կյանքում ապրել է պատրանքների մեջ, իր համար Հունանը ոչ միայն եղբայր էր, այլ պաշտպան, հենարան, գրեթե իդեալական մարդ։ Էռնան վստահում էր նրան անվերապահորեն, հավատում, որ ընտանիքն ամուր է, որ եղբայրը միշտ ճիշտ է։ Բայց վերջին բացահայտումները բառացիորեն քանդեցին նրա ամբողջ աշխարհը։ Նա իմացավ, որ Հունանը կապված է սպանությունների հետ, որ տարիներ շարունակ թաքցրել է սարսափելի գաղտնիքներ, որ այն մարդն, ում նա ամենաշատն էր վստահում, իրականում կարող է լինել բազմաթիվ ողբերգությունների պատճառը։ Դա Էռնայի հոգեկան աշխարհի համար չափազանց ծանր հարված էր, եւ հենց այդ պատճառով էլ նա հայտնվեց հոգեբուժարանում, բայց այստեղ շատ կարևոր բան կա հասկանալու։ Էռնան պարզապես թույլ կերպար չէ, նա շատ զգայուն մարդ է, ով ամբողջ կյանքում ապրել է սիրո ու վստահության կարիքով։ Նա միշտ փորձել է ընտանիք պահել, մարդկանց միավորել, հավատալ լավին, իսկ հիմա, երբ այդ ամբողջ հավատը փլվել է, նա մնացել է ամբողջովին միայնակ։ Հենց այստեղ է սկսում հետաքրքիր դառնալ Արամի դերը։ Արամը վերջին սերիաներում գնալով ավելի կարևոր կերպար է դառնում։ Սկզբում նա պարզապես Հունանի վստահելի մարդկանցից էր թվում, հիմա ակնհայտ է, որ նրա պատմությունը շատ ավելի խորն է։ Հատկապես եթե իրական է այն վարկածը, որ Հունանը կապված է Արամի հոր մահվան հետ, սա նշանակում է, որ Արամն ու Էռնան իրականում շատ նման մարդիկ են։ Երկուսն էլ ապրել են ստի մեջ, երկուսն էլ վստահել են Հունանին, երկուսն էլ կամաց հասկանում են, որ իրենց կյանքը կառուցված է եղել կեղծ իրականության վրա, եւ հենց սա կարող է նրանց շատ մոտեցնել։ Նոր տեսարանի ամենահզոր պահը հենց այն է, որ Արամն է փրկում Էռնային Ավոյից։ Սա պարզապես ֆիզիկական օգնություն չէ, սա խորհրդանշական տեսարան է։ Էռնան հիմա բառացիորեն խեղդվում է իր ցավի, վախերի ու կոտրված աշխարհի մեջ, եւ այդ պահին հենց Արամն է դառնում այն մարդը, ով նրան դուրս է բերում այդ մղձավանջից։ Շատ հեռուստադիտողներ նկատել են նաեւ Արամի հայացքը այդ տեսարաններում։ Այնտեղ կա ոչ միայն անհանգստություն, այլ նաև շատ խորը մարդկային ցավ։ Եվ այստեղ շատ հնարավոր է, որ սերիալը սկսի նոր սիրային գիծ, բայց սա հաստատ սովորական թեթև սիրավեպ չի լինելու։ Եթե Արամի ու Էռնայի միջև իսկապես զգացմունքներ առաջանան, դա կլինի շատ ծանր, ցավոտ ու բարդ հարաբերություն, որովհետև նրանք երկուսն էլ կոտրված մարդիկ են։ Էռնան չի վստահում այլևս ոչ մեկին, Արամը հավանաբար շուտով կիմանա սարսափելի ճշմարտություն, երկուսն էլ կապված են Հունանի անցյալի հետ, եւ հենց սա է հնարավոր այս սիրո ամենահետաքրքիր կողմը լինի։ Նրանք կարող են դառնալ միմյանց բուժող մարդիկ։ Էռնային առաջին հերթին պետք է մեկն, ով իրեն կխղճա, այլ իսկապես կընդունի այնպիսին, ինչպիսին նա է հիմա, կոտրված, խառնված ու ցավով լի։ Իսկ Արամին պետք է մեկը, ով կհասկանա, թե ինչ է նշանակում ապրել ճշմարտության փլուզման մեջ։ Շատ խորհրդանշական է նաև այն, որ հենց Ավոյի մասնակցությամբ է տեղի ունենում այս տեսարանը։ Ավոն հիմա ամբողջությամբ կլանված է վրեժով, նա այնքան խորն է մտել իր խաղերի մեջ, որ երբեմն արդեն կորցնում է սահմանները։ Եթե նա իսկապես փորձել է վնասել Էռնային, դա ցույց է տալիս, թե որքան մութ է դարձել նրա ներսի աշխարհը։ Բայց միևնույն ժամանակ սա կարող է դառնալ այն պահը, երբ Էռնան վերջնականապես հեռանա Ավոյից հոգեպես, որովհետև որքան էլ նա կապված է եղել Ավոյի հետ, նման տեսարաններից հետո շատ դժվար կլինի նրան կրկին վստահել։ Առաջիկա սերիաներում հավանաբար կտեսնենք արդյոք Արամը պարզապես օգնում է Էռնային, թե նրա զգացմունքները շատ ավելի խորն են։ Կկարողանա Էռնան նորից վստահել որևէ տղամարդու եւ արդյոք նրանց հարաբերությունը չի վերածվի հերթական վտանգավոր պատերազմի կենտրոնի։
Մի բան արդեն ակնհայտ է, գոյամարտում նույնիսկ սերը հանգիստ չի գալիս, այն միշտ ծնվում է ցավի, գաղտնիքների ու վտանգի միջից։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ սպասել առաջիկա սերիաներում, ապա անպայման միացեք մեր ալիքին, որովհետև շատ հետաքրքիր է լինելու։ Մենք ձեզ կբացենք հետաքրքիր գաղտնիքներ, որոնք նույնիսկ հեռուստադիտողների համար անսպասելի էր։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները Արամի ու Էռնայի միջև կարծում եք իսկապես սեր կառաջանա, թե ուղղակի սա ինտրիգ է։